Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագծին։ Այն կներկայացվի երկրի խորհրդարանի քննարկմանը։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, ով ներկայացրել է համապատասխան օրինագիծը, կառավարության նիստում հայտարարել է. «Երբեք ուշ չէ ճիշտ գործել»։ Ժամեր առաջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել էր, որ աջակցում է հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։ «Ես երբեք չեմ խուսափել ճանաչումից եւ միանշանակ աջակցում եմ նախագծին», ասել է Նեթանյահուն, պատասխանելով Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնության մասին հարցին։ Երևանի համար քաղաքական հավակնությունները վեր են ազգային շահերից, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նրա խոսքով Արևմուտքը Հայաստանին դիտարկում է բացառապես որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք եւ շահագրգռված է քաղաքական դաշտը մաքրել երկու երկրների միջև առողջ հարաբերությունները պաշտպանող բոլոր ուժերից։ Մեդվեդևը շեշտել է, որ ընդդիմության դեմ հարձակումները, ինչպես նաեւ վարչական ռեսուրսների զանգվածային օգտագործումը եւ Արևմուտքի միջամտությունը դարձել են վերջին խորհրդարանական ընտրությունների առանձնահատկությունը։ Մեջբերում Մոսկվան կդատի Երևանի ղեկավարության իրական մտադրությունները, հիմնվելով նրա գործողությունների վրա։ Ռուսաստանն ակնկալում է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կլսի Հայաստանի ընտրողների մեծամասնությանը։ Մեջբերման ավարտը։ Անվտանգության խորհրդի փոխնախագահը նշել է նաև, որ Ռուսաստանի հետ կապերի խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար։ Ընդ որում, տասնամյակներով ձևավորված կապերը ԵՄ երկրներին բացարձակապես չեն հետաքրքրում։ Արևմուտքի թելադրանքի տակ հայտնված Երևանին չափազանց դժվար կլինի ազատվել դրանից, շեշտել է Մեդվեդևը։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Համիդ Փուրմոմահադին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ մասնակցել է Հյուսիս-Հարավի Քաջարանի թունելի շինարարության պայմանագրի ստորագրմանը։ Շրջայց է կատարվել նաև Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում։ Վաղ առավոտից Փամբակ գետում վերսկսվել են որոնողական աշխատանքները։ Ջրասուզակները գետում, իսկ փրկարարները, համայնքային ոստիկանները, պարեկները, կամավորներն ու որոնվողի հարազատները գետի ողջ երկայնքով սկսել են որոնողական աշխատանքներ։ Քիչ անց պետք է նաև դեպքի վայր ժամանեն անօդաչու թռչող սարքերով աշխատողները։ Առեղծվածային ու ողբերգական դեպքը տեղի ունեցել 3 հունիսի 27-ին։ Նախ գետում հայտնաբերվել էր մարմին, ապա մոտ 700 մետր հեռավորության վրա Opel Magnishi ավտոմեքենա։ Ավելի ուշ պարզվել էր, որ մահացածի հետ եւս մեկ ուղևոր է եղել։ Թե ինչ հանգամանքներում է ավտոմեքենան հայտնվել գետում, դեռևս հայտնի չէ։ Վենեսուելայի մոտակայքում տեղի է ունեցել եւս մեկ երկրաշարժ 4.8 մագնիտուդով։ Օրերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը պաշտոնական տվյալներով արդեն հասել է 1500-ի։ Միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են։ Աղետից առավել շատ տուժել է Լագուայրա նահանգը, որտեղ ավերածությունների մասշտաբներն ահռելի են։ Ներկայումս նշված տարածաշրջանում հաջողվել է վերականգնել էլեկտրամատակարարման միայն 60%-ը։ Այդուհանդերձ զոհերի իրական թիվը կարող է շատ ավելին լինել, քանի որ հեռավոր բնակավայրերի հետ կապը դեռևս վերջնական չի հաստատվել։ ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցի մոտ գտնվող իրանական թիրախներին, իսկ Իսլամական Հանրապետության պահապանների կորպուսը պատասխանել է Բահրեյնի եւ Քուվեյթի վրա հարձակվելով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ իրենց օդուժը հարվածներ է հասցրել Իրանի հրթիռներին եւ ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին, ինչպես նաեւ առափնյա ռադարային կայաններին։ Նա նշել է, թե իբր իրանական կողմը խախտել է համաձայնագիրը։ Հնարավոր է գա մի ժամանակ, երբ մենք այլևս չենք կարողանա զսպվածություն ցուցաբերել եւ ստիպված կլինենք ռազմական ճանապարհով ավարտել այն աշխատանքը, որը մենք այդքան հաջողությամբ սկսել ենք, հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ Թեհրանը զգուշացրել է, որ ավելի կոշտ կարձագանքի Միացյալ Նահանգների հրադադարի շարունակական խախտումներին։ Իրանը վճռականորեն կարձագանքի թշնամու ցանկացած գործողության եւ հրադադարի յուրաքանչյուր խախտում կարժանանա ավելի կոշտ պատասխանի։ Իրանական CNN հեռուստաալիքին ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի խոսնակ Մոհեբին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իրաք։ Նա այցելել է Բաղդադի օդանավակայանի մոտ գտնվող այն վայրը, որտեղ սպանվել են գեներալ Ղասեմ Սոլեյմանին եւ Աբու Մահդի Ալ-Մուհանդիսը։ Հարգանքի տուրք է մատուցել դիմադրության 2 զոհված ներկայացուցիչների հիշատակին։
Իսրայելը եւ Լիբանանը հայտարարել են երկարատև հակամարտությունը պաշտոնապես դադարեցնելու եւ համապարփակ խաղաղության պայմանագրի նախապատրաստման մեկնարկի մտադրության մասին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսրայելի եւ Լիբանանի դեսպանների հետ միասին հայտարարել է շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին, որը բնութագրվել է որպես խաղաղության առաջին քայլ Լիբանանյան Հեզբոլլա զինյալ խմբավորման եւ Իսրայելի միջև ամիսներ տևած հակամարտությունից հետո։ Պաշտոնյաները դեռևս չեն բացահայտել համաձայնագրի մանրամասները։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բեն Գվիրը Լիբանանի հետ կնքված համաձայնագիրը անվանել է պատմական սխալ։ Մեջբերում Լիբանանի հետ կնքված համաձայնագիրը պատմական սխալ է, սարսափելի բաց թողնված հնարավորություն եւ ողբերգություն ապագա սերունդների համար։ Տելեգրամյան իր էջում գրել է Բեն Գվիրը։ Սպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրաված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման աշխատանքներում։ 2026 թվականի մայիսի 18-ին Ուկրաինայում սպանվել է ուկրաինական ռազմական հետախուզության գնդապետ Ֆախրիև Ռուստեմ Սայիդ-Խալիլովիչը, հայտնել են Ռուսաստանի ուժային կառույցները։ Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով Ֆախրիևը կազմակերպել էր մահափորձ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ավագ սպաներից մեկի դեմ։ Ծրագրել էին նրան սպանել ընտանիքի հետ 2025 թվականի դեկտեմբերի 1-ին։ Ռուսական հատուկ ծառայությունները կանխել էին մահափորձը։ Ռոսինֆո մոնիտորինգը նրան ընդգրկել էր ահաբեկիչների եւ ծայրահեղականների ցուցակում։ Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի Կոնստանտինովկա քաղաքին։ Ուկրաինական ԱԹՍ-ներն էլ ի պատասխան հարձակվել են Կուբանի Սլավյանսկ քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանի վրա։ Նախնական տեղեկությունների համաձայն հարվածի հետևանքով վառելիքի բաքերը բռնկվել են։ Գիշերային հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, եւս մեկը վիրավորվել։